Ալիան արդեն ուղարկեց, տեսնենք բնական լոգր անմիջապես նորոփեթակից ձեր սեղանին, մաքուր եւ օրգանական հավաքված բնության գրքում առողջության համար անփոխարինելի, փորձեք մորբուրավետ եւ սննդարարներ պատրաստված սիրով եւ հոգատարությամբ։ Պատվիրեք այսօր եւ վայելեք իսկական մեղմի գիրը եւ համը։ Որ մոդելով եք արել սա։ Ասած ChatGPT-ի միջոցով եմ գրել, ասենց մոտավոր գրել եմ իմ բանը, միտքը, ինքը հղկել է։ Իսկ լավ, հետաքրքիր բան ասացիք, դուք կարող եք ձեր միտքը գրել ու ասել մի հատ սա կառուցի այդա մոդելով։ Հետաքրքիր է ինչ կասի, կամ օրինակ pass մոդելով թող լինի, կամ copywriting-ի ինչ-որ մոդելով։ Եթե դուք գրին ալարմեր, կարող եք էլի ուշել ChatGPT, որովհետև չային ինքը այդքան լավ բան չի, բայց եթե լավ ես օգտագործում, ինքը կարողանում է ահագին օգտակար լինել, իրան պետք է առաջադրանքը պետք է շատ մանրամասն տալ։ Եվ կարելի է ասենց նաև փորձարկումներ անել, ասել օրինակ մի հատ այս նույն բանը մի հատ այդա մոդելով պատրաստի, մի հատ փաս մոդելով պատրաստի, կամ այս նույն մոդելը կարող եք նաև ձեր թիրախային լսարանի կերպարը հուշել ChatGPT-ին, ասել գրի մի հատ գովազդային տեքստ, այս ինչ լսարանի համար։ Ու տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենա։ Ստեղ մի փոքր դիտարկում անեմ, ստեղ ասեմ, ինչ-որ հստակ մոդել ես չեմ տեսնում, պարզապես ներկայացնում ուշադրություն ու կարելի է այս բնական մեղրը համարել որպես ուշադրություն, բայց եթե վերցնենք այդան, օրինակ ուշադրության դեպքում պետք է ինքը մի քիչ ավելի ինտերակտիվ լինի, ոչ թե պատմի, այլ հարց տա կամ կոչ անի, որը ավելի շատ ուշադրություն կգրավի։ Այս վերջին բացականչականը պետք չի, որովհետև հայերենի չունենք սենց նշան։ Սա թվարկում է առավելությունները և վերջին գործողության կոչակատարում, սա լավավոր կա, փորձեք մերբուրավետ և սննդարարները պատրաստված սիրով և հոգատարությամբ։ Շատ լավ, կոնտակտային տվյալներն կամ կարելի ասել, որ անամենի վատ չի։ Բայց փորձեք նաև կարող հատենց ChatGPT-ի հետ մի քիչ ավելի երկար ժամանակ անցկացնել, որ ինքը ավելի հետաքրքիր բաներ տրամադրի ձեզ։ Խճճվել է սուպերմարկետներում առկա մեղրին տեսականի մեջ։ Մենք կօգնենք քեզ տարբերելու բնական արհեստականից և զգամողի իրական համը։ Սա ենթադրում ենք հասովաստեղծված, խնդիր ունենք և լուծում ենք առաջ։ Բացի այս խճճվելուց, օրինակ, եթե մենք ստեղ շեշտադրում ենք կօգնենք քեզ տարբերել բնական արհեստականից, այստեղ հենց մեր այս խնդիրը կարող է լինել, թե չգիտես ինչպես ընտրել բնական մեղր, կամ չես վստահում սուպերմարկետներում առկա մեղրի տեսականին, չես վստահում խանութում առկա մեղրի տեսականին, կասկածում ես դրանք բնական են թե ոչ, այսպիսի ինչ-որ բաներ կարելի է անել և կօգնենք քեզ տարբերելու բնականը պարզապես զանգահարիր հեռախոսահամար։ Լավ, Անիդա, շուկայում մեղրեր կեղծված են կամ պարունակում հավելումներ, ինչի պատճառով դժվար է գտնել իսկապես մաքուր և օգտակար մեղր։ Սա որպես խնդիր ենթադրում եմ, մեր մեղրի 100% բնական է առանց հավելումների և քիմիական նյութերի, այն հավաքված է անմիջապես մողափեթակից, պահպանելով իր բոլոր սննդարար հատկությունները։ Պատվիրեք մեր օրգանական մեղր այլստանները, որ ստանում եք մեն մաքուր։ Ինձով կասի, սա վաճառող տեքստ է, թե ինֆորմացիոն։ Սա ChatGPT-ով գրեցի, որ ասեցիք pass մոդելով, այդա մոդելով։ Ինչն է, pass-ով է սարքել։ Հա, գրեցի pass մոդելով, սենց առաջարկեց, մի քանի փոփոխություն արեցի։ Ասեք թող մի քիչ ինտերակտիվ սարքի, որովհետև տեսեք, սա ինքը ավելի շատ ինֆորմացիոն ոնց որ լինի, ասենք մեղրը կեղծված է, լավ կեղծված է, բայց չի ներկայացնում մեզ, որ դա իմ համար խնդիր է։
Եթե մենք փասով ենք ներկայացնում, պետք է նրանց ներկայացնենք, որ դա քո համար խնդիր է, մենք քո խնդիրն ենք լուծում։ Իսկ սա ոնց որ ավելի շատ ինֆորմացիոն լինի ու պատմում է, այո, սկզբում խնդիր է դրած, բայց այդ խնդրի մասին պատմում է, չի սրում խնդիրը, որ ես կամ որ իմ հետ նշում եք տալու։ Բայց այնուամենայնիվ տարբերակներ են, որ կարող եք դուք այս բոլոր տարբերակները օգտագործել իհարկե։ Սա մի քիչ ավելի շատ հնարավոր է մոդելը որպես փասով սարքել, բայց խնդրի լուծում չի տալիս, էլի այսպես ասած, սկզբի այդ առաջին ուշադրության այդ խնդրի մասը, որպես ինֆորմացիա է ներկայացված, պես մի քիչ ավելի ինտերակտիվ կարելի է անել։ Ունենք ուրիշ գինիներից ինչ ունենք, թռչնամսից գրել եք ինչ-որ բան։ Չունենք տարբերակներ ուրիշ։ Ընդհանուր տեղեկատվությունն ավելի շատ էլի, գինոնը։ Հա, բայց չեք ուզում այդ գինիները վաճառել, իրեն կարելի է վաճառել, էլի։ Ավելի շատ վաճառող մոդելներով մոտենալ, վաճառող տեքստեր փորձել գրել, եթե դժվարանում է կարելի է փորձել ChatGPT-ի հետ փորձարկումներ անել, օրինակ ասել, ես այսինչ ապրանքի համար, այսինչ մոդելով տեքստ գրի ու այսինչ լսարանի համար, կամ այսինչ առիթի համար, զատիկի համար եմ ուզում վաճառեմ գինին, ինչպես պատկերացնում եք զատիկի սեղան առանց գինի, այս ինչ է, այս այդայի մեր առաջին attention-ի մասն է, միակ հարց տվեցինք, ուշադրություն գրավեցինք, հետո արդեն կամաց տասենք մեր գինին ներկայացնում ենք, առաջարկում ենք մեր գինին գնել, այսինքն շատ կարևոր է այս դեպքում սկզբի մասը մի քիչ, այսպես ասած, սրտի լարերին կպնեն, ուշադրություն գրավեն, հետաքրքրություն առաջացնեն, խնդիր լուծեն, եթե ուղղակի պատմողական նախադասությունով ենք սկսում, այս պատմողականը մի քիչ հետաքրքիր չի լինում, մարդիկ ավելի քիչ հետաքրքրությամբ են կարդում։ Պես որ կարող եք փորձել թեկուզ երբեմն սա ստեղծագործական պրոցեսը ամեն դեպքում 5 րոպեին այս պահին հնարավոր է բնականաբար բոլորի մտքին ինչ-որ հետաքրքիր բաներ չեն գա, ստեղծագործական պրոցեսը սիրում է մի քիչ նստես, մտածես, գրես, ջնջես, մինչև ստանաս ամենալավ տարբերակը։ Դրա համար այս պահին ինչ-որ սենսի շատ գնահատականներ չենք տալիս, բայց այս ամեն ինչը նկատի ունեցեք, որ երբ որ ավելի հանգիստ միջավայրում նստեք, հանգիստ ձեր համար գրեք, ջնջեք, մշակեք, մինչև որ ստանաք մի ընտիր բան, որը որ դուք կհավանեք համ ձեր ընթերցողները։ Թան որ սառեցված թռչնամիս ուղիղ ֆերմայի ձեր սեղանում։ Մոռացեք սառեցված մսի մասին։ Մեղնեք միայն այսօր կտրված թռչնամիս առանց կտրտած, հա, առանց հավանանյութերի, առանց պահոցմասլի նյութերի։ Արկա է տավում և առակ գնորդների ստարաչունն արդեն մեր կողմ է, միացեք նաև դուք։ Գտեք մեզ խանութներում, պատվիրեք հենց հիմա, այսել է երևի ChatGPT, արագ առաքում, թարմություն, խնամքով մեծացված թռչուններ։ ChatGPT-ն է օգնել։ Այո, ChatGPT-ից է։ Հա, լավն է, վատը չի, ես հեռախոսահամարից գլխին գա, որ ChatGPT-ն է գրել։ Այսպես, ուրեմն մոռացեք սառեցված մսի մասին, սա էլ կարելի է որպես attention ունել, իսկ իրան ինչ-որ մոդել ասել եք, ինչ-որ մոդելով գրի, թե ոնց բականի է գրել։ Ինչ եք հուշել ChatGPT-ին։ Որ ինձ պետք է թիրախային լսարանի համար, որ թալմիս սառեցված։ Հասկացա։ Շատ լավ, մի քիչ
անկեղծ ChatGPT-ն ահագին հեշտացրել է հատկապես սկսնակների գործը, երբ որ մտածում ես, հա, բայց պետքա չէ, օգնել է պետք ամեն դեպքում, դուք օգտվեք ChatGPT-ից, բայց երբ որ ChatGPT-ն շատ է գրում, ինքը սկսում է անընդհատ միանման բաներ գրել։ Դուք այդ միանմաններից խուսափեք, հենց որ կտեսնեք, կարող եք իր օգնության դիմել, բայց երբեմն աշխատեք նաև ձեր կողմից հուշումներ տալ, որ մենակ լրիվ իր գրածով չլինի, դուք կարող եք ձեր հուշումներով ավելի բարելավել գրվածքը, ու հենց կտեսնեք միանման բաներ անում, ասեք չէ, մի քիչ տարբեր գրի, սկիզբը օրինակ դուրս չեկավ, մի քիչ ավելի ինտերակտիվ գրի, փորձեք սրանով ոնց որ ինչ-որ խնդիրներ լուծել, բայց նաև մի մոռացեք, որ ստեղծագործեք, նաև ձեր մեջ գրելով այս հմտությունները ձեր մեջ ավելի զարգացնեք, մի քանի օրինակներ վերցնելով, բայց նաև ձեր ստեղծագործական ունակությունները զարգացնեք, սկսեք արդեն ինքնուրույն գրել այս ամեն ինչը։ Նա եկեք առաջ գնանք, որովհետև մի քանի կարևոր բան ասեմ եւ մի քիչ մենք SEO-ի մասին պետք է խոսենք, որ ձեզ կօգնի արդեն սոցցանցերից դուրս Google-ում, YouTube-ում։ Մինչև դրան անցնելը այս մասին ասել եմ, թվարկեք առավելություններն ու առանձնահատկությունները, ցույց տվեք վաճառքի ունիկալ միավորը, այսինքն հենց այն առանձնահատկությունը, որը պետք է մարդկանց նորի հենց ձեզնից ինչ-որ գնում կատարելու, ոչ թե այդ նույն ապրանքը առաջարկող մի քանի տասնյակ այն վաճառողներից։ Եվ անպայման մտածեք, հիշեք եւ հաճախակի փորձեք կիրառել սերճեր, բոնուսներ, ժամկետներ, տեսեք, եթե ինչ-որ ակցիա ունեք, այս ակցիաների դեպքում անպայման ժամկետները ցեք լավ ցույց տվեք, կարող եք նկարի վրա ցույց տալ, մինչև ապրիլի 7-ը չգիտեմ, մինչև վաղը, միայն այսօր, կամ միայն վաղը, երբ որ ժամկետ եք նշում, այդ ժամկետը հեռու ժամկետ չի լինում, մոտիկ ժամկետ է լինում, մարդկանց մոտ առաջացնում է այսպիսի զգացողություն, որ քանի կա հասցնեմ առնեմ, էլի, որովհետև եթե իմանում եմ, որ այս ակցիան մի ամիս է լինելու, ես ասում եմ ամսիկ որ կանեմ, մի օր կգնամ կնայեմ, մի օր պատվիրեմ, եթե իմանում եմ, որ հետը վաղն է, ես շտապում եմ իմ գնումը անել, որովհետև կարող է չհասցնեմ։ Ու այս մեթոդը նկատած կլինեք շատ վաճառողներ կիրառում են, նույնիսկ այն դեպքում, երբ որ այդ զեղչը իրականում չկա։ Այսինքն զեղչված ապրանք դնում են, այդ ապրանքը միշտ իրենց մոտ այդ գինը ունի, բայց ցույց են տալիս, մի ամսյակի արդիվ գնեք մինչև ապրիլի 7-ը, այսինչ գնով։ Ապրիլի 7-ը անցավ, եթե տեսնես մի ուրիշ բան են մտածել, ելի նույն գնով իբր զեղչված վաճառում են։ Ու մարդիկ առնում են, եթե իհարկե անընդհատ չեն հետևելու, տեսեն, որ միշտ այդ նույն գինի ասետից են զեղչի անում տալիս, ասում եմ, վայ, քանի կա հասցնում առնեմ, ժամկետը կարևոր է։ Եվ նաև զեղչերը, բոնուսները ինչ են անում, էլի օգնում են ձեզ մի քիչ առանձնանալ մյուսներից, ձեր առաջարկը ընկալվում է որպես ավելի շահավետ եւ ավելի շատ հավանականությունը մեծանում է, որ հենց ձեզնից գնեն, ոչ թե մեկ ուրիշից, որը նույն բանը վաճառում է առանց զեղչի կամ որը բոնուսներ չի տալիս։ Եվ կոնտակտային տվյալները արդեն ասել եմ, որ վերջում անպայման պետք է նշել եւ չենք մոռանում վիզուալի մասին, քանի որ մեր այս բոլոր տեքստերը ինչ որ մի բանյարով նկարով հա պետք է Երևան լրահոսում, ուրեմն այս մեր ամբողջ տեքստից առանձնացնում ենք կարևոր մասերը եւ ցույց ենք տալիս մեր նկարի վրա, որովհետեւ մինչեւ տեքստը կարդալն է, մարդիկ առաջին հերթին նկարին են նայում։ Եթե նկարի վրա ճիշտ ընտրված բարեր գրեցինք, ճիշտ արտահայտություն, հա, այն կարևոր բանը, ինչ որ պետք է ուշադրություն դրի մարդկանց, արդեն կշարունակեն խիտ տոնեն, նաև դեր տեքստը կկարդան։ Տեսեք, օրինակ ենթադրենք մենք ուզում ենք նկարի վրա ինչ-որ բան գրել։ Վերցնենք NR-ի տեքստը, նկարի վրա ինչ ինֆորմացիա կտեղադրեիք այս տեքստից։ Ինչը ցույց կտայիք առաջին հերթին։ Որն է ըստ ձեզ ամենայն հիմնական բանը առանցքային, որը մարդկանց կմողի քլիկ անեն, տեքստը կարդան ու հետո ձեզնից գնում անեն։ Զեղչեր երևի, զեղչեմ։ Ինչ տարբերակ։ Ուրա զեղչ չունեք ստեղ։
Հա, չենք երբ փոխեի տեքստը։ Չէ, պատկերացրեք ես տեքստի հետ նկար պետք է լինի, չէ, եւ այդ նկարի վրա ինչա պետք է մի հատ ինչ-որ կարևոր մի բան գրեք, որ ուշադրություն գրավի, իրենք քլիկ անեն ձեր տեքստը կարդան։ Ինչ կգրեիք նկարի վրա։ Որն ազդեց այս ամբողջ տեքստից ամենահետաքրքիր ու գրավիչ մասը։ Ինչը։ Թարմությունը։ Ուղղակի գրենք թարմություն։ Չէ, գրենք մեզ նշեինք, որ իրանք մտնեին, տեսնային։ Չէ, նկարի վրա պատկերացրեք այս պոստը դուք գրել եք, նկարի հետ այս տեքստը դրել եք, գնացել է ձեր էջում ցույց է տալիս։ Նկարի վրա որ մասը կգրեիք, որպես ամենակարևոր մաս ուշադրության արժանի, որ քլիկ անեին տեքստը կարդային։ Օրինակ, եթե գրենք ձեզ պետք է թարմիս նկարի վրա։ Այսինքն շեշտադրումը այս դեպքում թարմիսն է։ Ոչ սառեցված միս ուղիղ ֆերմայի ձեր սեղանին։ Շատ լավ։ Ես օրինակ կգրեի մոռացեք սառեցված մսի մասին։ Մոռացեքը ինքը ասենք բանա չէ, գործողության կոչ է, կարծես հրաման է։ Սա ավելի մի քիչ ավելի ուժեղ ներգործություն անելու, քան առանց հրամանի, առանց շեշտադրության տեքստը։ Օրինակ ես կգրեի, եթե ես լինեի ընտրեի, որ պետք է նկարի վրա ինչ-որ բան ցույց տամ, ես կգրեի մոռացեք սառեցված մսի մասին։ Իշենց մի անգամից տեսնում եմ մոռացեք սառեցված մսի մասին, հետաքրքիր է։ Բա ինչ առաջարկում, այնտեղ հետո արդեն կգնայի, որ թարմ ոչ սառեցված միս առաջարկում։ Բայց այս թարմն է իհարկե, թարմը, քանի որ ձեր շեշտադրությունը թարմության վրա է հենց, այս թարմը իհարկե թարմ թռչնամիս հենց ֆերմայից արագ առաքմամբ այս էլ կարելի է այո առանձնացնել եւ գնել նկարի վրա առաջին միանգամից անմիջապես առաջին վայրկյաններին մարդկանց ցույց տալ թարմը եւ անմիջապես ֆերմայից որ հենց այդտեղից վերցնում են միսը բերում են ձեր առանց ինչ-որ մշակումներ անցնելու, առանց սառեցնելու, ինչ-որ նյութերով մշակելու։ Շատ լավ։ Գնանք առաջ։ Այստեղ մի քանի հուշումներ էլի արագ անցնեմ սրանց վրա, հստակ սահմանեք տեքստի նպատակը, այս մասին արդեն խոսել եմ, բայց տեսեք մեկը վաճառում, մյուսը կարող է գրանցում լինի, այն մյուսինը կարող է բաժանորդագրություն լինի, հա, անպայման վերջում գրեք բաժանորդագրվեք այսինչ հղումով, գրանցվեք այսինչ հղումով, եթե այդպիսի կայքեր են ձեր դեպքում վաճառքը բնականաբար Այս մասին էլի խոսել եմ արդեն, որ կոնկրետ թիրախի վրա ամեն թիրախին իրեն համապատասխան տեքստ տվեք, գրեք իրենց կարիքներին համապատասխան, ասեք ճիշտը, երբեք մի խաբեք, խաբելը ամենավատ բանն է ցանկացած բիզնեսում, եթե դու խաբում ես, դու երկար ճանապարհ չես անցնի, այսինքն պետք չի գրել բաներ, որոնք իրականում չկան։ Ասել արագ առաքում, եթե ես արագ չեմ առաքել, 3 օրից եմ առաքել, պետք չի ասել արագ առաքում, ավելի լավ է դա բաց թողնել, որովհետև այս դեպքում մարդիկ վատ կարծիքներ են գրելու հիասթափվելու են, խոսելու են և երկար ճանապարհ չենք գնալու, բայց երբեմն իհարկե կարիք է լինում ոչ ճշմարտություն ասելու, այսինքն հնարավոր է լինում է, չէ, ինչ-որ բաներ կան, որ եթե այդ իմանան մարդիկ չեն առնի, ուրեմն ինչ ենք անում, կենտրոնանում ենք գրականի վրա, չենք խաբում, բայց քանի դեռ այդ հարցը չեն տվել, մենք կարող ենք տվյալ թեմայից խուսափել, այս մասը շատ կարևոր է, որ եթե ինչ-որ բան կա, որ մարդիկ իմանան ձեր ապրանքը չեն առնի, բնական է դրա մասին չես խոսում, շրջանցում ենք, այդ մասը նույնպես փակ թեմա, բայց
չենք էլ խափում, երբեք պետք չի խափել, գոնե կարելի է լռել, բայց չխափել, որովհետև այդ սուտը միշտ բացահայտվում է եւ հիմա քանի որ այս ամբողջ ինֆորմացիան շատ արագ մասսայականացվում է, բոլորը ամեն ինչ իմանում են շատ արագ, եթե հանկարծ ինչ-որ սխալ բան կամ իրականությունը չհամապատասխանող բաներ գրեք, սա շատ արագ ազդել է եւ հնարավոր վատ կարծիքներ ունենաք, դուք արդեն էջում գրեն վատ կարծիքներ, ձեր աստղերը իջնեն, դրա համար միշտ եթե ինչ-որ բան շունեք, ավելի լավ է այդ մասին բռեք, քան ասեք ունենք, բայց իրականում չունեք։ Այս տվեք արժեք հետո միայն վաճառքը վերաբերում էր նաև այն ինֆորմացիայի տեսակին, որ մենք նախ պետք է ցույց տանք, որ մարդկանց մեր լսարանին ցույց տանք, որ մենք իրենց համար լավ բան ենք անում։ Այդ լավ բանը ինչ կարող լինի, օրինակ կարող է լինի լավ բաղադրատոմսեր, թռչնամսի հետ կապված տարբեր բաղադրատոմսեր ենք ներկայացնում, ինչ-որ խորհուրդներ, համ մսի եփելու հետ կապված, մսի կիրառության կամ ձվի կիրառության հետ կապված, ուղղակի մարդիկ որ կարդում են օգտակար ինֆորմացիան եւ տեսնում, որ դուք իրենց լավ բաներ եք ասում, օգտակար բաներ եք ասում, եւ հետո միայն վաճառեք, որովհետեւ եթե վաճառքից զատ այդ օգտակար, հետաքրքիր բաները չտեսան մարդիկ, ձեր էջից ձանձրանալու են։ Կանխատեսեք հավանական հարցերը, օրինակ, հենց մեկը առաքումը չէ, եթե մենք չնշենք, որ առաքում ունենք, տակը գրելու են, առաքում ունեք, այս ինչ քաղաք առաքում եք, դրա համար մենք կանխատեսում ենք այդ հարցը, որ անպայման հարցնելու են առաքում կա թե չէ, մենք եկեք մեր ժամանակը խնայելու եւ նաեւ այդ հարցների լսարանի ժամանակը խնայելու համար դժվար չի, մենք գրենք, որ կա առաքում, Երևանում անվճար առաքում է, կամ առաքումը միայն Երևանում ենք անում, կամ միայն այսինչ ջուղում ենք անում առաքումը, դրանից այն կողմ չէ, դրանով մեր լսարանի, այսպես ասած, ժամանակը կխնայեք, միանգամից իրանք կստանան այն ինֆորմացիան, ինչ իրանց պետք է, որից նաև ձեր ժամանակը կխնայեք, որ այն մարդիկ ովքեր որ կտեսնեն, որ ձեր առաքման տերիտորիայից դուրս են, ձեր ժամանակը չեն խնի, անընդհատ գրեն առաքում ունեք, դուք են գրեք ունենք, 100 նամակի պատասխանեք, բայց այդ 100-ից 5 դառնան ձեզ հաճախորդ։ Դրա համար եթե կան այնպիսի ստանդարտ հարցեր, որոնք գիտեք, որ անընդհատ կտան այդ հարցերը, ձեր ժամանակը խնայելու համար կարող եք այդ հարցերի պատասխանները արդեն տեքստում գրել, որ շատ էներգիա չծախսեք անընդհատ այդ անիմաստ նամակներին պատասխանելու համար։ Ակնարկիկ ձեռքբերումների ու կատարված գրումների մասին, սա կարող է լինել ձեր օրինակ այդ մեղուների դեպքում ասեցիք չէ, որ նոր մեղվար դանքներ պետք է գնեք, նոր փեթակներ պետք է գնեք, դա կարելի է նաև ինֆորմացիայի մեջ ներկայացնել, որ մենք զարգացնում ենք մեր այս մեղվաբուծությունը, նոր փեթակ ենք ձեռք բերել, կամ ինչն է ձեռք բերում, ինչ-որ շնորհակալագրեր եք ստանում, սերտիֆիկատներ եք ստանում, սրանք ձեռքբերումներ են։ Եվ ինչու՞ չէ, նաև կարող եք հրապարակել ձերսնից գոհ մնացած հաճախորդների արձագանքները, որ այսպիսի արձագանքներ ենք ստանում մենք, այդպես գնումներ են կատարել այսքան մարդ գոհ են գնումից եւ այլն։ Այս բոլորը որպես ապացույց այն բանի, որ արժի ձեր ապրանքից, ձեր ծառայությունից օգտվել։ Եվ այս առաջադրանքը անցնենք, քանի որ արդեն արեցինք, հիմա մի քիչ SEO-ի մասին եմ խոսելու։ SEO-ն ինչ է, Search Engine Optimization, սա որոնման համակարգերի հետ աշխատում։ Այս դեպքում մենք արդեն դուրս ենք գալիս Facebook-ի, Instagram-ի ու սոցիալական ցանցերի տիրույթից եւ գործ ունենք Google-ի հետ։ Եվ կոնկրետ խոսելու եմ Google-ի ներողություն YouTube-ի մասին, որովհետև YouTube-ը, ինչպես գիտեք, էլի Google-ի պատկանող հարթակ է, եւ գրեթե իր սկզբունքներով աշխատում, ինչ Google-ն ու YouTube-ը արդեն աշխատում են իրենք մեկ այլ մոդելով, սրանք աշխատում են բանալի բառերի միջոցով։ Այստեղ պետք չի, որ մենք գովազդ միացնենք, պետք չի, որ մենք հետևորդներ ունենանք, պետք է, որ ճիշտ բառեր օգտագործենք, որպեսզի մարդիկ, երբ որ ինչ-որ բան են փնտրում Google-ում կամ YouTube-ում, մեր
այդ իրենց փնտրած բառերով մենք կարողանանք հայտնվել եւ երևալ այն մարդկանց, ովքեր որ փնտրում էին մեզ կամ մեր ծառայությունը։ Սա արդեն SEO-ի մասն է, որ offline marketing-ի բավականին մեծ ուղղություն է։ Google My Business Hub-ը, ես հիշում եմ այս մասին խոսվել է, ես չգիտեմ բոլորդ ունենք Google Business թե չունեք, բայց սա արդեն բան է։ Եվ Google-ում խնդրում ենք ինչ-որ մի վայր կամ ինչ-որ մի ապրանք, օրինակ թռչնաբուտարան գրեմ, թռչնաբուտարան։ Չնայած այս թռչնաբուտարանների վիճակը շատ վատ է, Google-ում լավ ներկայացած է, բայց այնուամենայնիվ Վերև խնդրենք գինիների խանութ խնդրեմ, լավ, խնդրեմ գինիների խանութ։ Տեսեք, երբ որ մենք խնդրում ենք ինչ-որ մի վայր, Google-ը հասկանում է, որ մենք վայր ենք խնդրում, եւ եթե Google-ում կա այդ վայրը գրանցված քարտեզի վրա, մեզ բերում ցույց է տալիս քարտեզի վրա, հա։ Տեսեք, այստեղ ունենք մենք մի քանի գինիների խանութ ունենք։ Ձեր բիզնեսում դուք արդեն գրանցվել եք Google-ի քարտեզում թե ոչ, բայց եթե արդեն լինեք այս քարտեզում գրանցված, այնտեղ ճիշտ նշեք ձեր գործունեության տեսակը եւ ձեր անվանման մեջ, ձեր նկարագրության մեջ, ապրանքների նկարագրերի մեջ ճիշտ օգտագործեք ճիշտ բառեր, որոնք որ մարդիկ փնտրում են, դուք կարող եք հայտնվել նաեւ այստեղ առանց կայքի։ Եվ այս դեպքում պետք չէ որ հետևորդներ ունենաք, պետք չէ որ հատուկ գովազդ միացնեք, մարդիկ հենց որ փնտրեն, եթե ճիշտ բառերով ներկայացած լինեք, ձեզ կգտնեն այստեղ։ Եվ նույնը նաև ունեն հայկական գինիներ։ Տեսնեմ դարձող կբերի, ես ընդհատում եմ, որ ինչ-որ բաներ պետք է բերի։ Չբերեց, հա, հեսա բերեց, տեսեք, եթե այս բառերը նաև հավանականություն կա Facebook-ի և Instagram-ի միջոցով հայտնվելու այս Google-ի որոնման արդյունքներում, եթե իհարկե չկան խոշոր մրցակից կայքեր։ Եթե խոշոր մրցակից կայքեր լինեին հայկական գինիներ առաջարկող, ստեղ այս Facebook-ը չեն հայտնվի, բայց քանի որ կայքերը քիչ են, նաև Facebook-ի արդյունքները տվյալ բառով հայտնվում են այս էջում և մենք տեսնում ենք։ Եվ որոշ որոնումների ժամանակ նկատած կլինեք, որ նաև այստեղ YouTube-ից բուծենք տեղտեցում։ Դա էլի նույն սկզբունքն է, երբ որ մենք օգտագործում ենք այն բառերը, որոնցով մարդիկ փնտրում են ինչ-որ բան, մենք հնարավորություն ենք ունենում այս որոնման արդյունքներում հայտնվել։ Ուրեմն այս Google My Business-ը, Google My Business հարթակը նույն այն քարտեզներն են, որտեղ որ գրանցում եք ձեր կազմակերպությունը։ Այստեղ կարևոր է, որ ձեր ընկերության նկարագրության մեջ դուք օգտագործեք բանալի բառեր։ Ինձ մի հատ կասեք, որևէ մեկը ունեք գրանցած ընկերություն Google քարտեզում, թե չէ։ Երևի չէ, հա, արձագանք չեն լսում, տեսեք, օրինակ վերցնենք, այս գինիների խանութից որևէ մեկը, այն թայմ վերցնենք, տեսնենք իրանք ինչ նկարագիրում են, արդյոք ճիշտ գրել են, թե չէ։ Տեսեք, այստեղ մենք ունենում ենք տեքստային նկարագրության տեղ, երբ որ դուք Եվ որ դուք գրանց ընկերությունը այստեղ, պետք է նաև լրացնեք ինֆորմացիա, այդ ինֆորմացիան տեքստային ձեր մասին ինֆորմացիա,
Այստեղ տեսեք օրինակ online time-ի սրճարանը եւ այլն, այսպիսի ինչ-որ ինֆորմացիա կա իրենց մասին գրած։ Եթե ձերը գրանցեք, դուք էլ պետք է այսպիսի մի ինֆորմացիա գրեք եւ ճիշտ կլինի, որ այս ինֆորմացիայի մեջ ճիշտ լինի օգտագործեք այն բառերը, որոնցով որ մարդիկ փնտրում են ձեզ։ Օրինակ գինիների խանութ չէ, այս դեպքում խանութ չէ, ձերը արտադրություններ գինիների տեսականի կարող ենք օգտագործել, օրինակ տեսականի բառը, Երբ որ սկսում եք որոնում կատարել Google-ում, այստեղից ինչ-որ ցանկ է բացում, այս ցանկը ցույց է տալիս, թե մարդիկ ինչ են փնտրում, ինչ բառերով են փնտրում, այստեղ որ տեսնումների տեսականի, եւ կարող եք ընկերության մեջ գրել, որ մռավ գինիների ինչ-որ բաներ։ Այդ գինիների տեսականի բառը օգտագործեցինք, սա նշանակում է, որ արդեն գինիների տեսականին փնտրելիս հայտնվի այս արդյունքներում։ Իսկ գործիքով էլ կանենք, սա ուղղակի ասեցի, որ Google My Business հարթակն է, ինչպես ենք հայտնվում այդտեղ, կայք ընկերություն քարտեզի դրագրանցելով եւ պետք է օգտագործենք բանալի բառեր, որոնք մարդիկ փնտրում են ինչ-որ մի բան։ Հիմա մեր առաջադրանքը լինեն կատարել բանալի բառեր ուսումնասիրություն եւ գրել նկարագրություն բիզնես պրոֆիլի համար։ Եկեք հիմա նայենք այն գործիքը, որը որ դուք օգտագործեք հեշթեգերի ուսումնասիրության համար, բայց այս Google-ում եւ ինչ-որ այլներում։ Այս գործիքին ծանոթ եք, ես նկատել եմ, որ ձեզ ցույց է տվել հեշթեգեր ուսումնասիրելու համար։ Տեսեք, այստեղ մենք ունենք, ուղղակի ես վերջերս խնդիր է առաջացել, հայատառները ցույց չի տալիս։ Օրինակ գրենք թռչնամից, թող լինի թռչնամից։ Այստեղ տեսնում ենք Google, YouTube, կա Pinterest, կարող ենք տեսնել բառերով են փնտրում։ Ես ուղղակի այստեղ ինչ-որ հայատառի հետ խնդիր է տալիս, բայց հայատառը մենք կանենք հենց Google-ով։ Մի գրեմ լատինատառ, փնտրում են արդյոք մարդիկ նման ինչ-որ բան։ Լատինատառ, կամ հավիմիս երևի պետք է գրեին, որ ավելի շատ, հնարավոր ավելի շատ են փնտրում։ Ես չեմ անջատվել, չէ, դառնատս թունացավ, չգիտես ինչու։ Մինչև սա բերի ինչ-որ բարձր ցույց տա, ես մի հատ վերադառնամ Google-ին։ Ուրեմն բանալի բառերի ուսումնասիրելու համար, այսինքն այն բառերը, որոնցով մարդիկ ինչ-որ բան են փնտրում, գտնելու համար, թե մեր թեմատիկայով ինչ են փնտրում, մենք օգտագործում ենք տարբեր գործիքներ, որոնցից մեկը այս keyword tool-ն է։ Եվ մյուս ամենահեշտ գործիքը, որի համար հատուկ գիտելիքներ, հատուկ գրանցումներ պետք չեն, հենց այս Google-ի search-ն է։ Մենք այստեղ երբ որ սկսում ենք ինչ-որ բան գրել, Google-ը մեզ առաջարկում է հուշումներ, եւ սա նշանակում է, որ մարդիկ այս թեմատիկայով սրանք են փնտրում։ Ու սրանք կարող են մեզ համար լինել մեր տեքստի համար բանալի բառեր, այսինքն, եթե մենք գինիների մասին տեքստ ենք գրելու մեր ընկերությունը ներկայացնում, մենք այս բառերից տեսնում ենք, որ մեր նկարագրության մեջ։ Եվ մի բան էլ ասեմ, որ եթե այս միշտ աշխատեք ինկոգնիտոյով, ինձ գիտեմ, որ ինկոգնիտոյով էկրանը շեյր կանի, թե ոչ, բայց գիտեք, այս հատվածում մենք ունենք նույն ինկոգնիտո վինդեո, որտեղ բացվում է նոր ընդհանրապես թաբ, որտեղ չի հիշվում, թե դուք նախկինում ինչ որոնումներ եք կատարել, որովհետև եթե մենք որոնումը անենք հենց այստեղ,
Հնարավոր է, որ մեզ բերի այն արդյունքներ ենք, բայց ոչ իրական արդյունքներ։ Իրական արդյունքները տեսնելու համար միշտ մտեք այս ինկոգնիտոյով և հետո սկսեք գրել այստեղ ձեզ հետաքրքրող բանալի բառը, օրինակ գրեմ մեղր։ Մեղրի հետ կապված ինչա մեզ ցույց կտա։ Մեղրով հապասակ մեղրով տորք, մեղրամիս, մեղրամոն, ծնատացան կանենք, մեղր երազում, մեղր կեդի, մեղր կալորիա, մեղր պահքի ժամանակ, մեղր եվնպիզ, մեղր հավաքելու պարագա, մեղր գնել և այլն։ Տեսեք ինչքան շատ բառեր կան, որոնք դուք կարող եք և ձեր նկարագրության մեջ գրել, ձեր ընկերության մեջ, և սրանք կարող եք ինչի համար։ Ես գիտեմ ինչ եմ փնտրել, գուցե մեղրը ուզում են կիվիի հետ համատեղ օգտագործեն, թե մեղրը կիվիի հետ չի կարելի դրա համար էլ ինֆորմացիա փնտրում, անկեղծ չգիտեմ, բայց եթե դուք ծանոթ եք, տեսեք, որ այս թեման փնտրում են, և դուք կարող եք այս թեման դրա անել, կամ մեղրի կարող եք փնտրում, սա էլի գաղափար որ մարդիկ այս թեմայով հետաքրքրված են և կարելի է այս թեմայով հրապարակում անել, թե Google-ում, թե ձեր Facebook-ում։ Մեղրը պահքի ժամանակ այլ մի բան, որը մարդկանց հետաքրքրում է հաստատ այս թեմայով դարձյալ մանավանդ պահքի սեզոններ դեռ ժամանակ կա մինչև ամսի 20-ը, այսինքն կարելի է նաև այս թեմայով գրել պահքի ժամանակ մեղր կարելի է, թե չէ, կարելի է, որովհետև ինքը երևի չի կարելի, որովհետև ինքը կենդանական է, չգիտեմ, ես էլ չգիտեմ, այս մասին կարելի է հետաքրքրվել, ինչ-որ հետաքրքիր գրառում անել, ես չեմ հանդիպել օրինակ նման թեմանա, բայց մարդիկ Google-ում փնտրել են, նշել, որ հետաքրքրում է, և եթե այս թեմայով գրառում անեք, և գրառումը կտարածվի և բավական տեսանելիություն կունենա։ Եվ մնացածը էլի ձև մեղր գնել, մեղր հրիներին, տողադարձից բացի մնացած բառերը կարող եք օգտագործել որպես ձեր հրապարակումների թեմաներ։ Այս թեմաներով հետաքրքիր ինչ-որ ինֆորմացիա գրել, գործիքը ոնց որ թե այստեղ գրեմ մեղր, այստեղ մեղր լատինատառ, ինչ են փնտրում մարդիկ, այստեղ հայատառը խնդիր տվեց, լատինատարը չգտավ, ապրեմ գինի, ածնապես գինի, տեսնենք, լատինատար գինի, ես ինչ-որ խնդիր եմ երև ես գործիքը, ինչև են նորմալ ցույց էր տալիս։ Եթե այստեղ Արմենիա գրեմ, տեսնենք վերի։ Armenia պես Armenian չէր, Երևան տեսնենք, Երևան Արմենիա, կարող ենք այսպես անել, տեսնենք Երևանի համար գինի լատինատար փնտրում են, թե չէ, չի աշխատում, բայց եկեք մի հատ YouTube-ը ծախանանք, մի հատ դուք ձեզ մոտ փորձեք ինչ-որ կարծում եմ իմ մոտ չի աշխատում գործիքը, որովհետև մինչև նորմալ աշխատում էր։ Տեսեք, նույն ձևով կարող ենք YouTube-ում փորձել, թե մարդիկ ինչ են փնտրում, ասենք մեղրի հետ կապված։ Եթե այստեղ ցույց չտա, մեկ ուրիշ տարբերակ կա YouTube-ի բանալի բառերը գտնելու, բայց տեսեք դուք ուզում էիք մեղվաբուծության ինչ-որ սենց հետաքրքիր տեսանյութեր չի աշխատում, բայց ձեր մոտ կարծում կաշխատես, ոնց որ թե ինձ մոտ ասենց։ Ուզում էիք ինչ-որ տեսանյութեր չէ հրապարակել, այդ տեսանյութերը դուք կարող եք տեղադրել նաև YouTube-ում և օգտագործել բանալի բառեր, որպեսզի YouTube-ում փնտրողները կարողանան ձեր ինֆորմացիան գտնել։ Իսկ թե ինչ բառերով կարող եք տեղադրել, հիմա ես ձեզ այս հնարքը ցույց կտամ, որը նույն Google-ի նման աշխատում։ Գրում եք բառը,
տեսնում եք, թե Google-ը մեզ ինչ հուշումներ տվեց։ YouTube-ի մասին խոսեմ, դեռ ինչ պետք է օգտագործեք։ Google-ը բացել, որ բանալի բառերը տեսանք ինչպես ենք օգտագործելու եւ որտեղ YouTube-ում։ YouTube-ում մի քիչ ուրիշ ձև է, ավելի ստանդարտացված է, որ բառերը պետք է օգտագործեք։ Ուրեմն մենք YouTube-ում ունենք ինչ վերնագիր, ունենք նկարագրություն, չտեղ, երբ որ տեսանիք տեղադրում եք YouTube-ում, այնտեղ կա, տեգիա կոչվում։ Այդ թեգերի մեջ պետք է օգտագործեք բանալի բառերը, վերնագրում եւ նկարագրության մեջ։ Հիմա ասեմ, թե բանալի բառերը ոնց ենք գտնում։ YouTube-ից բացի, ես չգիտեմ, ինքս ինձ շատ վատ է այսօր աշխատում ինտերնետը սնչով։ Տեսեք, էլի գինի փորձան գրել, կամ նավար փորձան գրել, երբ որ սկսում եք գրել, YouTube-ի ներքում էլի, եթե ուզում եք ճիշտ գտնել բառերը ու ձեր նախկին փնտրածները չբերի, էլի նույն ինկոգնիտոյով մտեք YouTube ու այս սրճի փորձը արեք գտնելու համար բանալի բառերը։ Տեսեք, երբ որ գրեցի գինի, արդեն հուշումներ բերեց YouTube-ը, թե մարդիկ ինչ են փնտրում, գինիից գինի պատրաստել եւ այլն։ Հիմա այս դեպքում մենք կարող ենք օրինակ եթե գինի վերաբերյալ պատրաստման վերաբերյալ տեսահոլովակ ունենք, որը Facebook-ում ենք դնելու, դա կարող ենք նաև տեղադրել YouTube-ում եւ մեր վերնագրում նկարագրության մեջ օգտագործել այս բանալի բառերից գինի պատրաստել, այս մնացածը երգերը, այսինքն գինի հետ կապված գինի պատրաստումն է մարդկանց հետաքրքրել։ Մի հատ էլ մեղրը, տեսնենք մեղրի հետ կապված ինչ մեղրով տորտ, մեղրով թխված քաբլիթ, մեղրով տորտ, հեղրանիս եւ այլն։ Մեղր պատրաստել, մեղր քամել, տեսեք այս մեղր քամելն էլ է հետաքրքրում, կարող եք ինչ-որ մի փոքր հատվածներ տեսանյութ անել, YouTube-ում տեղադրել, որպես մեղր պատրաստել։ Մեղր քամել, բանալի բառ օգտագործել, մեղր տնական, մաքուր մեղր, այսա նույնպես բանալի բառավոր պետք է վերցնեք եւ ձեր տեքստերի մեջ օգտագործեք։ Կոլի մեղր, փախլավայի մեղր եւ այլն։ Եկեք մի հատ այս մեղր քամելը փնտրենք, տեսնենք ինչ են մարդիկ բերում եւ սրա վրա օրինակներ տամ ձեզ։ Տեսեք, այսպիսի տեսանյութեր ունենք, որևէ մեկը ինչպես են մեղր քանում, սա վերցնեք։ Սա տեսեք, մենք YouTube-ում ունենք վերնագիր, ճիշտ է այս վերնագիր, մեր բանալի բառերից ճիշտ կլինի, որ այս այդ բանալի մեջ, ձևակերպումների մեջ օգտագործենք այդ բառերը, որոնք որ գտել ենք, որ մարդիկ փնտրում են այդ բառերով մեզ։ Հաջորդը, այստեղ մենք ունենք նկարագրություն։ Հիմա մի քիչ իջնի, կախ։ Այստեղ մենք ունենք նկարագրության տեղ, բայց այստեղ նկարագրություն չի տեղադրված, այստեղ պետք է լինի տեքստ, ճիշտ կլինի այստեղ ունենալ տեքստ եւ այդ տեքստի մեջ օգտագործել այն բառերը, որոնք որ մարդիկ փնտրում են։ Եվ բացի այստեղի տեքստից, որ պետք է այստեղ լիներ, դուք անպայման սիրուն տեքստեր կգրեք ձեր բոլոր վիդեոների համար, որովհետև այս տեքստերի միջոցով ձեզ այս որոնումը ճանաչելու եւ ձեզ բերելու ցույց տա։ Ինչքան այստեղ բանալի բառերով տեքստ ունեցաք, այդքան լավ ձեզ համար ձեր վիդեոն ավելի
բարձր դիրքերում երևա, ավելի շատ երևա փնտրողների համար։ Եվ մի տեղ էլ կա, որ թեգեր է կոչվում, դա դրսից չի երևում, բայց դա YouTube-ում պետք է հասկանալու համար, թե ինչի մասին է ձեր վիդեոն։ Այդ թեգերի բաժնում նաև օգտագործում եք այն բառերը, որոնք գտանք այս ֆորման, այս հնարքը օգտագործելով, եւ ձեր տեսանյութը ինքը ավտոմատ կերպով արդեն Google-ը կճանաչի եւ փնտրումների ժամանակ YouTube-ը ցույց կտա եւ YouTube-ում եւ նաեւ կհայտնվի Google-ում, եթե համապատասխան բառերով փնտրեն։ Այսինքն այսպես եւ ձեզ ուզում եմ տալ առաջադրանք, որ յուրաքանչյուրը ձեր բիզնեսի համար կարեք բանալի բառեր ուսումնասիրություն թե Google-ում, թե YouTube-ում հավաքեք մի ֆայլի մեջ, Excel-ի ֆայլի մեջ հավաքեք այդ բառերը, որպեսզի դրանք օգտագործեք թե ձեր YouTube-ում, թե ձեր Google Business-ում երթին բացեք, եւ թե կարող եք օգտագործել, ցանկալի կլինի, որ օգտագործեք նաեւ ձեր Facebook-ում, Instagram-ում, նկարների ալտերում կարող եք օգտագործել, ալտերի մասին խոսել եք, եւ նաեւ դրանք ձեզ հուշումներ կտան, թե ինչ թեմաներով կարելի է գրառումներ անել։ Օրինակ, տեսեք, այստեղ գինի գրեցի, գինի ագուր, գինի արարատյան, չգիտեմ, գինիից բառեր, օրինակ կարելի է նաև ժամանցային պոստերի մեջ, երբ որ Facebook-ում ժամանցային գրառում անեք, կարելի է նաև այս գինիից երգի բառերը գրել, ինչ որ հետաքրքիր որպես գրառում ցույց տալ մարդկանց, երգից կարելի է ինչ-որ կտոր դնել երգի բառերն հետը դնել, էլի սա կոնտենտի, այսպես ասած, ժամանցային ինֆորմացիոն կոնտենտի տարբերակ կլինի։ Այսպիսի բաներ։ Ձեզ ուզում եմ առաջադրանք տալ, հիմա չաթում եմ կգրեմ, որ Google-ից եւ Yandex-ից բանալի բառերը հանեք, պահեք ֆայլի մեջ, որ հետագայում կարողանաք օգտագործել։ Եվ կլսեմ նաև ձեր հարցերը այս պահին, եթե ունեք հարցեր, որովհետև ձեզ համար այսքանն էի պատրաստել մեր այսօրվա դասին։ Ես կարծեմ սլայդը երևի Էլմիրան կտեղադրի խմբում, հա, առաջադրանքներն են հետը ու այս պահին կարող եմ լսել ձեր հարցերը։ Ունեք հարցեր։ Ես ունեմ հարցեր ոնց է։ Ինչ է։ Մի սլայդ կար են USB-եր կոչում ինչ են միավորի մասով։ USB Unit Sales Point կոչվում, այո, այն միավորը, որը որպես առանձնացնում է մյուսներից, ու դուք հենց դա պետք է շեշտադրեք, որ ինչու գնեմ հենց ձեզնից, ինչով եք տարբերվում, նույն բան առաջարկող մի քանի տասնյակ հարյուրավոր այլ մարդկանցից։ Հա, արժեքային առաջարկի մասին է։ Այո։ Օրինակ թռչնամսի դեպքում դա ինչ է, որ քարմա հենց ֆերմայից գալիս է, հա, նեղվի դեպքում դա այն էր, որ բնական է։ Իհարկե նաև պետք է ինչ-որ քայլեր անեք մարդկանց համոզելու, վստահեցնելու, հավաստիացնելու, ապացուցելու համար, որ իրոք բնական է, պետք է ցույց տալ այդ ամեն ինչի, թե չէ բոլորն են կարող են տեսնել գրել բնական ու վերջ, բայց պետք է թե տեսանյութերով, թե հիմնական տեսանյութերով ձեր գործունեությունը ցույց տալով ոնց որ թե մարդկանց վստահեցնեք, որ դա իրոք բնական է, եւ ձեր գինի դեպքում օրինակ ինչը կարելի է USP լինի, ինչն է ձեզ առանձնացնում մյուս գինի արտադրողներից, այսպես ասած, թե չէ գինի բոլորն արտադրում են, բոլորն վաճառում են, բայց այդ շուկա դուրս գալը մի քիչ դժվար բան է, եթե չես տարբերվում, շատ դժվար կլինի շուկայում դիրքավորվելը, ինչ-որ մի բան պետք է մտածել, ինչ-որ մի բանով առանձնանալ, յուրահատուկ առաջարկ ունենալ, որ շուկան քեզ դրանով ճանաչի ու քեզ գերադասի, քան մյուս ավելի վաղուց եղած բրենդներից օրինակ։ Հա, մի քիչ մտածել։ Այդ շատ կարևոր բան է, որտեղ մենք էլ շուկա է բերել գինիներ, հա, ինչքան խոշոր արտադրողներ կան, պետք է ինչ-որ հետաքրքիր բաներ մտածել, թե ինչով կարող ենք առանձնանալ, ինչ-որ մարդկանց գրավել, որ մեզ
որ նախընտրեն մեզ, այդ կարա նաև գինը լինի, օրինակ, այդ կարա տարածաշրջանը լինի, չենք ուզում ասենք Երևանում վաճառել, մենակ այս տարածաշրջանում ենք վաճառում, հենց մեր ժողովրդի համար, տեղում պատրաստական, չգիտեմ, զբոսաշրջիկների համար համտես ենք առաջարկում, այսևի ինչ-որ մի բան է, որ ձեզ առանձնացնում է և ինչ-որ մի սեգմենտի գրավում է, որքան ձեզնից առնում է և որքան ձեր մոտ։ Մի քիչ նոր օգտակար մոդել կա, արդյունաբերական դիզայն, անգամ մի քիչ հեղինակարների բացման փաթեթավորման վրա, մեկ էլ ինքը բնական մոդել է։ Մեկ էլ է կարևոր բան իհարկե։ Ու կարող է ինքը լրիվ նոր բան չլինի, ասենց գաղտնիք ասեմ, կարող է ինչ-որ պետք չի նոր հեծանիվ հորինել, գինեգործության մեջ ինչ նոր բան հորինենք, կարա ինքը ինչ-որ մի պրիմիտիվ սովորական բան լինի, բայց դուք իրան հետաքրքիր ներկայացնեք ու դրանով գրավեք, դա լինի ձեր առանձնահատկությունը, այսպես ասած։ Ինքը կարող է պրոստը ինչ-որ մի սովորական դետալ լինի, բայց որին ձեր մրցակիցները ոչ մեկ չի մտածել այդ դետալը շեշտադրել։ Ու դուք այդ դետալը շեշտադրել, դուք կարողանաք դրանով ուշադրություն գրավել։ Ընդհանրեն հետաքրքիր զարդանախշերով գործված կա փակցված, մեկ էլ անձեռոցիկ է ներդիրով, որ ռեստորաններում փաթաթում են, էլ դրա կարիքը չկա, էլի։ Համ էստետիկա տեսքը, համ էլ անձեռոցիկը արդեն կա։ Կաթիլները չեն հոսում, էլի սիպրոցին, մատներին։ Դա կարելի է, ինչ-որ մի առանձնահատկություն է փաթեթավորմանը թեմպուս, որ ավելի նախընտրելի է, այս պատրաստա մի անգամից իրա բոլորը այդ ասենք այդ համալրով ինչ-որ աքսեսուարներ կա հետը, մի անգամից այս տարբերակը առնենք։ Կարելի է։ Ուրիշ հարցեր ընկերներ, ձեզ առաջադրանքը գրեցի, կարող եք ֆայլերով պահել, կարող եք խմբում ունել, տեղադրել մենք, Եվ այդ ուսումնասիրությունը շատ կարևոր է ուզում անել, որ ձեզ նաև կոնտենտի գաղափար լինի ձեզ համար, թե ինչ թեմաներ են հետաքրքրում, որ կարելի է դրանց մասին գրել։ Ոնց որ տեսանք մեղրի դեպքում, տեսանք գինի դեպքում ուրիշ ինչ-որ բան կա հետաքրքիր, որ կարելի է վերցնել որպես գաղափար։ Գինեգործական սարքավորումներ, գինեգործության պատմություն, գինեգործություն, հիմնականում դասընթաց, դասեր, ֆակուլտետներ, պահանջված է երևի, գինեգործության պատմությունը, այս պատմությունից մի քիչ կարելի է որպես կոնտենտի գաղափար վերցնել, գինի մասին տեղեկություն, գինի պատմություն, հայկական գինիների անուններ, լավագույն հայկական գինիները, այսպես, ձեր դեպքում էր սենց, թռչնամիսի դեպքում ունեն, հետաքրքիր բաներ կան, թռչնամիս, ավելի շուտ հավիս կփնկրան, հավի, տեսեք, այս դեպքում մենք ունենք, հավի կրծքամիցով աղցան, հավի բաստուրմա, հավի շնիցել, այն կարելի է ձեր դեպքում բաղադրատոմսեր օգտագործել որպես կոնտենտ, այն բաղադրատոմսերը, որոնք որ մարդիկ փնտրում են, ինքը կարա թե տեքստային եղով լինի, թե եթե կարող եք ավելի շատ ռեսուրս տրամադրել վիդեո նկարել, այդպես էլ կարա լինի, բայց հենց բաղադրատոմսեր որպես որ այս աղցանների բաղադրատոմսեր գրեք, էլի կոնտենտա, որ մարդկանց հետաքրքրում է, կգան ձեր էջից կկարդան, կտեսնեն։ Հավինեցով սոս, հավինեցով փունչի, հիմնականում սրանք բաղադրատոմսեր են փնտրում։ Տեսեք, թարմ հավինիս, հասանք նրան, որ գտանք, որ մարդիկ փնտրում են նաև թարմ հավինիս, հավինիս գին, տնական հավինիս, այսպիսի բաներ են մարդիկ փնտրում, այս բառերը պետք է օգտագործենք մեր պոստերի մեջ, մեր Google-ում, նաև չգիտեմ, եթե ինչ-որ տեղեր հայտարարություն եք տեղադրել ու թեկուզ նաև լիստում, որովհետև այս դեպքում լիստը լավ դիրքեր ունի, կարելի է նաև լիստում բանալի բառերով հայտարարություն դնել, այս դեպքում վաճառքների համար
Ռուսական միս, չեմ մնացած են տենց հետաքրքիր բառ չկա։ Այդպես, ունենք ուրիշ հարցեր ընկերներ։ Մենք մի քանի րոպե ունենք դեռ, դրանով կարող եմ ձեր հարցերին պատասխանել։ Google պրոֆիլներ եթե բացեք, Google-ի կարող եք դնել Facebook-ում, մենք բոլորս մտնենք, գնահատենք ձեր էջերը, մի քիչ են աստղիկները շատանան, բայց կարծում եմ դեռ չեք գրել։ Դեռ չեք բացել երևի Google-ի բիզնես էջեր, երբ էլ որ կլինի։ Չէ, Մարիամ, Google-ի բիզնես էջերը պետք է գրենք դեռ։ Ընթացիկ պետքա բացել։ Ես հետո նշեցի, որ եթե վայր չունեն, ֆիքսված վայր, մի քիչ դժվար կարող է լինի, բայց եթե ունեն ինչ-որ վայր, որտեղ ծառայություն, մատուցում են, ապրանքը արտադրում են, ցանկալի կլինի նշել։ Ամեն դեպքում նույնիսկ եթե մարդիկ մարշրուտ չդնասնեն ձեր այդ վայրը, բայց դուք հնարավորություն կունենաք որոնման արդյունքներում Երևանում։ Ու այդտեղ նույնպես Մարիամ ջան, իրական վայր պիտի լինի, եթե իրական չլինի, լոգոն տեղադրված չլինի, Google-ը հիմա շատ լրջացրել է հաստատումը, դրա համար մենք միայն կսովորենք դա, բայց երբ որ իրանք կունենան լոգոն, իրանք իրական լոգոն, տեղադրված իրանք ցուցակը։ Այո, պետք է ոնց որ ֆերման ավելի ոնց որ գործող հաստատված ֆերմա լինի, որ կարողանաս Google-ում ցույց տալ։ Այո, հիմա այս բանը բայց այնուամենայնիվ այս բանալի բառերը, եթե Facebook, Instagram-ում էլ օգտագործեք, էլի իրանք ձեզ օգուտ տալու են։ Որտեղ կա հավանականություն, որ որոնման արդյունքներում կերևակ։ YouTube-ի դեպքում հատկապես էլ, եթե պրոցեսները նկարեք, սիրուն վիդեոներ դնեք, բանալի բառերը օգտագործեք անպայման։ Այսպես, եթե հարցեր չունենք, երևի վերջացնենք, հա, մեր այսօրվա դասը։ Առաջադրանքները չաթում կտեղադրեք, ընդհանուր կնայենք, սլայդը կտեղադրենք, նաև ինձ էլ ներող կլինեք այս տեխնիկական հարցերի, ոնց որ թե մի քիչ դժվար ստացվեց անընդհատ կտրվել միանալով։ Էլմիրա, մենք ավարտենք, չէ, երևի։ Այո, Ոնց որ հարցեր չկան։ եթե չունեն, ավարտենք։ Շատ լավ ընկերներ, եթե հարցեր կլինեն, գրեք, ընթացքում կնայենք,